100,000 պետական ծառայողներ, 612,000 անապահով ու հաշմանդամություն ունեցողներ կառավարությունից բուժօգնության փաթեթներ կստանան։ Նրանք կկարողանան ընտրել հիվանդանոցը, բուժվել առանց հերթերի։ Սակայն առողջապահության նախարարությունում վարչապետը համակարգի գլխավոր կառավարիչների հետ քննարկումը սկսել է ոլորտի հարցերի հարցով։ Ինչ տրամաբանությամբ եք պետպատվերը բաժանում։ Պետպատվերը պարզվում է բաժանվում է այնպես, ինչպես բաշխվում էր նախկինում նախարարի խոսքով համակարգը չքանդելու համար։ Ոլորտում ըստ Լևոն Ալթունյանի մեծ փոփոխություններն առջևում են։ Պետպատվերի թերի համակարգը խորքային փոփոխություններ է պահանջում։ Այդպիսի խորքային փոփոխություն մենք տեսնում ենք ապահովագրական համակարգը, երբ որ մենք կմտցնենք case management-ի գաղափարը։ Հենց այդ case management-ն է, որը մեզ թույլ կտա խոսալ պետական գումարների արդար և էֆեկտիվ բաշխման մասին։ Մարզային այցերի ժամանակ կառավարության ղեկավարն առաջին ձեռքից է պարզել. շատ հիվանդանոցների բյուջեների գերակշիռ մասը հենց պետության տված գումարներն են, ստվերը պետք է վերացնել։ Հիմա դուք օրինակ նման հստակ ծրագիր դրել եք կոպիտ ադմինիստրացիվ, որ գիտես ինչ եղբայր, օրինակ այն պետպատվերով աշխատողներին, որ քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան։ Չէ, միջև ես իդեալական համակարգին գամ հասնեմ, ես հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց, քեզ չեմ տալու։ Նախապայմանի նման խնդիր ենք առաջացել, որ գոնե այդքան դու պետք է կարողանաս Շատ լավ։ Վարչապետ Կարապետյանի հաջորդ պահանջն է վերացնել մայրաքաղաքի ու մարզային հիվանդանոցների միջև դիսբալանսը։ Ես ակնկալում եմ, որ շատ արագ մի քանի կլինիկա դուք որոշեք, համոզվեք, որ նա իրականում պետք փորձենք սեփականաշնորհենք։ Մի քանի կլինիկա փորձենք տանք կառավարման։ Կարեն Կարապետյանը կրկնել է դեռևս կառավարության ձևավորման ժամանակ ներկայացրած պահանջը ներգրավել միջազգային օպերատորներ բուժհաստատություններում փոխելու կառավարման մշակույթը։ Ոլորտի ձեռնարկություններն անցնում են GMP ստանդարտի։ Ինչ խնդիրներ ունեն արտադրողները, ինչ հզորություններ, մեծ շուկայի մուտքի ինչ խոչընդոտներ, հետաքրքրվել է Կարեն Կարապետյանը։ Կա արտադրական բարձրացի տոկոսի GMP-ի հետ միասին, որը շուկան բացվեց բոլորի համար։ Մեր արտադրողները հատկապես հեշտությամբ գրավում են արևելյան շուկաները հայկական դեղորայքը հասցնելով Վիետնամ, Իրաք, իսկ դեղորայքի կենտրոնացված գնումներն ահռելի տնտեսումներ են ապահովում։ Ինսուլինը մենք գնում ենք $12, կենտրոնացված գնում իջավ $2 Բա տեսնում եք։ Համակարգի կառավարիչները նպատակ ունեն կենտրոնացված գնումների մեխանիզմը տարածել նաև այլ դեղորայքի վրա։ Լսելով նաև կառուցվածքային բարեփոխումների ու էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ծրագրերը, վարչապետը գնահատել ու պահանջել է։ Իմ մոտ ընդհանուր տպավորություն կա, որ գրադիենտի ճիշտ ուղու վրա ենք, բայց խնդրում եմ ձեզ տեմպերը մի քիչ արագացրեք։ Արմինե Ուդումյան, օրակարգ։